Աստված մարդուն ստեղծել է որպես գիտակից էակ, բանական էակ, խոսող, intelligent, մտածող, գործող, անհատականություն, ամեն մարդ ինքնություն է, identity, lичность, ամեն մարդ երկրագնդի վրա իր մատնահետք ունի, որ ոչ պատմության մեջ կրկնվել է, ոչ էլ կարող է կրկնվել։ Հրաշք է։ Մարդ արարածը Աստծո ստեղծագործության զարդն է հանդիսանում։ Եվ ստեղծված է մի բանի համար, որն է դա, ճանաչել և փառաբանել ու պաշտել այդ Աստծուն։ Աստված մարդու մեջ դրել է կամք հասկացողությունը։ Մարդը ունի իր կարծիքը, այսպես անել, այսպես չանել, այսպես եմ կարծում, այսպես չեմ կարծում, այսինքն անձի դրսևորում, ինքնության դրսևորում։ Սա անձի համոզվածության հարց է, իր ձևն է, գործելու, վարվելու իր ձևը։ Մեկը կոպիտ բնավորություն ունի, դրա համեմատ մարդկանց հետ կոպիտ է վարվում, որ շատ վատ է։ Մյուսն էլ մեղմ բնավորություն ունի, սիրալիր է վարվում մարդկանց հետ։ Մի տանտիկին տոլմա սարքելու համար իր բաղադրիչներ ունի, ուրիշ մեկն էլ ուրիշ նախընտրություններ ունի այդ բաղադրիչների։ Մեկը սիրում է ճանապարհորդելով իր հանգիստը անցկացնել, մեկն էլ իր հանգիստը սիրում է անցկացնել բազմոցի վրա։ Մեկը ժողովրդական լայն զանգվածների միջոցով է հեղափոխություն անում, մեկն է փորձում է այդ բանը անել կաշառք բաժանելով։ Ամեն մեկը իր ձևով։ Մի ընտանիքում սիրում են շուն ունենալ, մեկ այլ ընտանիքում չեն սիրում շուն ունենալ, դե լավ ուրեմն թող կատու ունենան։ Ինքներդ շատ օրինակներ կարող եք բերել, նպատակը որն է, ամեն մեկը իր ձևով։ Արդյոք հոգևոր դաշտում էլ ամեն մեկը իր ձևով աշխատում է։ Պարզվում է, վառ օրինակներ ունենք, որի վերջավորությամբ պիտի հասկանանք այդ բանը։ Առաջինը հենց Սուրբ գրքում գտնում ենք Ծննդոց 4-րդ գլխում։ Ծննդոց 4 գլուխ առաջի համարից։ Եվ Ադամ գիծավ իր Եվա կինը, և նա հղացավ ու Կայենը ծնվեց և ասավ. մարդ ստացա Տիրոջից։ Եվ դարձյալ անոր Աբել եղբայրը ծնվեց, և Աբել ոչխարների հովիվ եղավ, բայց Կայենը երկիրը կմշակեր։ Ժամանակը հետո, այսինքն տարիներ անցան, սրանք մեծացան, չափահաս դարձան, Կայենը երկրի պտուղից Տիրոջը ընծա բերավ, և Աբել ինքն էլ ոչխարների անդրանիկներից և անոնց պարարտներից բերեց։ Աստծո առջև գնալու երկու ձև ենք տեսնում։ Կայենի ձևը երկրի պտուղից Տիրոջ առջև ընծա, որպես նվեր։ Աբելի ձևը ոչխարներից, և դրանք պարարտ ոչխարներն էին, անդրանիկներն էին։ Եթե աշխարհի օրինակներում ամեն մարդ իր ձևով է գործում և վարվում, և բացարձակ ճշմարտություն չկա, բացարձակ չէ, որովհետև մեկի ճիշտը մյուսի համար սխալ է, և ոմանց համար կարող է ճիշտ է, քննենք մենք Աբելի և Կայենի պարագան։ Եթե մեկը ճիշտ է, վստահաբար մյուսը սխալ պիտի լինի։ Ուրեմն Կայենի ձևը, կերպը և Աբելի ձևը, ուրեմն որ մեկն է ճիշտ, որ մեկն է սխալ։ Ճիշտ կարող է լինել միայն այն, որը որ Աստծո պատվիրացի կամ կամքի համեմատ է։ Ուրեմն մի կողմում Կայենն է, երկրի պտուղը բերած, վստահ եք չէ, որ ամենալավագույն պտուղն է բերել։ Աստծո առաջ է գնում, հա։ Առանց պարարտանյութի, fertilizer չկա, օրգանիկ, հա։ Տարատեսակ մրգեր,
ամենախոշորները հավանաբար ընտրեց։ Լավ պատրաստություն է Կայենի կողմից։ Այո, լավ պատրաստություն է տեսել մարդը։ Աբելը ոչխարների անդրանիկներից պարարտները բերեց, այսինքն գերը, կերած խմած ոչխարները։ Ներկայանալի է, թե չէ։ Այո։ Հիմա կարդանք Ծննդոց 4 գլխի շարունակությունը։ Տերը Աբելի Եվանոր ընծային նայեցավ, բայց Կայենի եւ նրա ընծային չնայեցավ։ Ինչու Տեր Աստված, ինչու։ Երկուսն էլ լավ պատրաստությամբ եկան, չէ։ Որովհետև Աբելի բերածը Աստծո ուզածի պես էր, զոհեր, արյուն պիտի թափվեր, այդ արյան միջոցով էր, որ Աբելը մեղքերի թողություն պիտի ստանար, այսինքն այդ զոհի մեջ կար խոստովանություն։ Եբրայեցիների 9-րդ գլուխ 22 համարում ասում է. առանց թափված արյան մեղքի թողություն չկա։ Այս սկզբունքը Եվայի մեղք գործելուց մինչև նոր երկինք ու նոր երկիր պիտի գործի։ Այսինքն արյան միջոցով է, որ մեղքերի թողություն պիտի լինի։ Հին ուխտի մեջ կատարվող զոհերը դրանք բոլորը շուկտ էին, գալիք լավագույն զոհի, լավագույն գառնուկի, որ աշխարհի սկզբից առաջ նախասահմանված էր, այսինքն Հիսուս Քրիստոսի։ Կայենը իր ընծայով ներկայացավ Աստծո առջև, ոչ թե մեղքերի թողության համար, այլ Աստծո առջև մի բան արած լինելու, Աստծոն հաճելի գտնվի եւ Աստծո տված բարիքների որպես փոխհատուցում կամ երախտագիտություն, appreciation, thankfulness Աստծո առջև, շնորհակալություն, որ այս ամեն բարիքները տալիս ես, այդ սկզբունքով, այսինքն իր ձևով, որպես փոխհատուցում եղավ սա, compensation Աստծո արածի, տարավ ընծա, նվերեր եւ դա զոհ չէր։ Իսկ Ծննդոց 4 գլուխ 5 համարում մենք կարդում ենք. Կայենը խիստ բարկացավ, որ իր նվերը ընծան չընդունվեց, երեսը կախեց։ Ոմանք պարզ է, որ նրանք ովքեր Աստծո հոգին չունեն եւ չեն կարողանում հոգիով քննել, զուտ միայն նայում են սկզբունքները, արտաքին վիճակը եւ ասում են Աստված անարդար գտնվեց Կայենի հանդեպ։ Չէ՞ որ այդ մարդն իր լավագույնն արավ, չէ։ Ինքը արտ էր մշակում, դաշտ էր մշակում, պարզ չի, որ դաշտի ստացած բերքից պիտի տանի։ Ինչպես որ Աբելն էր անասուններ էր մեծացնում, նա էլ անասուններից պիտի տաներ։ Այստեղ ոչ թե տրամաբանությունը պիտի գերակշռի, այլ պիտի հասկանանք Աստծո պահանջածը։ Աստված Կայենից էր պահանջում, որ իր առջև անասունով գնա, այսինքն զոհով գնա, ինչպես պիտի Կայենը ստանար իր մեղքերի թողությունը, եթե իր մեղքերի թողության համար անասուն չպիտի մորթվեր։ Կայենը լավագույն մրգերը տարավ, լավագույն թուզը տարավ, ասենք, լավագույն ադամաթուզը տարավ, որն է ադամաթուզը, բանանն է, լավագույն արքայախնձորը տարավ, անանաս, pineapple-ն է, չի գրված ինչ, սա որպես պայմանական, այսինքն նկատի ունեք, որ ամեն ինչի լավագույն արեց, Աստված սպասում էր իր առջև Կայենի մեղքերի խոստովանությանը, սա է կարևոր, և Աստված նորից հնարավորություն տվեց, տեսեք, նորից Ծննդոց 4 գլուխ, այս անգամ 6-7 համարները պիտի կարդանք, և Տերը Կայենին ասավ, ինչու բարկացար և ինչու երեսդ կախեցիր, եթե աղեք ընես ընդունելի չի լինի, եթե աղեք չնես և տալիս է իրեն հնարավորությունը, ուղղորդում է Աստված,
մեղքը դրանքով պարկած է, եւ անիկա քեզ պիտի նազանդի, եւ դու նրա վրա պիտի իշխես։ Ոմանք կարծում են այս մեղք գրածը նշանակում է հենց տնից դուրս եկար, այնտեղ այնքան մեղք կա, քու վրա կիշխի։ Որ մեկ մեղքը, ասում է այդ մեղքը դրանքով պարկած է, ինչ է սա նշանակում։ Մեղքի պատարակը ոչ թե առանձին այս կամ այն մեղքերը, այլ անասունը այնտեղ է, արա ճշգրիտ ձևով արա, ինչպես ես քեզ ասում եմ։ Իսկ Կայենը որտեղից պիտի իմանար, որ ինքը անասունով պիտի գնա Տիրոջ առջև։ Աբելը որտեղից գիտեր։ Երկուսն էլ իրենց ծնողներից լսել էին։ Կարդում ենք Ծննդոց 3:21 համար. Եվ Տեր Աստված Ադամին եւ անոր կնոջը կաշվե հանդերձներ շինեց եւ անոնց հագցուց։ Ինչ է սա նշանակում։ Աստված նրանց համար զոհ արավ եւ այդ զոհի կաշվից իրենց հանդերձներ հագցրեց եւ այդ զոհի արյունը նրանց մեղքերի թողության համար ծառայեց։ Նրանք շատ լավ գիտեին, բայց Աբելը Աստծո ուզած ձևով գնաց, իսկ Կայենը իր մարդկային որոշումի հիման վրա։ Կայենի գործնությունը իր ձևով եւ ոչ թե Աստծո պատվիրածով։ Եվ ինչ եղավ արդյունքը։ Նա բարկացավ, որ Աբելի զոհ ընդունվեց եւ իրենը չընդունվեց, գնաց եւ իր եղբորը սպանեց, դառնալով առաջի եղբայրասպանը մարդկության պատմության մեջ։ Աբելը հավատքի հերոսների շարքում դասվեց, եթե կարդանք Եբրայեցիների 11:4 համարը հետևյալն է ասում. Հավատքով Աբել Կայենից ավելի աղեկ զոհ մատուցանեց Աստծո, որով վկայվեցավ անոր արդարը լալը։ Այդ ինչպես արդարացավ։ Իր մեղքերի թողությունը ստանալով։ Վասնզի իր պատարակներու համար Աստծո վկայություն եղավ իրեն եւ անով թեև մեռավ, բայց տակավին կխոսի։ Այսինքն այդ ամեն կատարվածը մեղքերի թողություն եւ այլը նրան հավիտենական կյանքի շնորհում տվեց, որպեսզի նա ունենա հավիտենական կյանք։ Կայենը դարձավ բոլոր մարդահանար կրոնների հիմնադիրը։ Անշուշտ դա միայն ինքը չէր, վարակույրի ետևում ուրիշ մեկն էր, որ գործում էր եւ նրան ուղղորդում էր։ Եվ ով էր դա։ Սատանան ինքն էր։ Եվ Կայենը թեև հիմնադիրը եղավ, բայց հետևում բոսն է։ Նրա հիմնադիրը, իրական հիմնադիրը Սատանան է։ Սերունդները Աստծո ճամփաներից խոտորվեցին եւ այն աշճանի, որ Աստված Նոյի ջրեղեղով պատժեց մարդկությանը, Նոյի ընտանիքի միջոցով ազգերը ձևավորվեցին եւ Սատանան սովորեցրեց ազգերին կռապաշտություն անելը, ամեն մեկին իր ձևով։ Միայն թե նպատակը ճշմարիտ Աստծուն չճանաչեն, չապաշխարեն։ Հեթանոսները բոլորն էլ պիղծ կուրքեր են պաշտել միջև մեր օրերը, եւ ցավոք պիտի ասենք, հայության մեջ լավ է, որ շատ քիչ է այդ մարդկանց թիվը, միջև այսօր հեթանոսական կուրքերի պաշտամունք են անում։ Աստված այսպիսի բնորոշում է տալիս այդ կուրքերին Սաղմոս 115-ի 4 համարից։ Հեթանոսների կուրքերը արծաթ եւ ոսկի են, մարդու ձեռքի գործեր են, բերան ունեն, բայց չեն խոսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում, քիթ ունեն, բայց հոտ չեն առնում, ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, ոտքեր ունեն, բայց չեն քայլում։ Աստված մանրամասնությամբ բացատրում է։ Ու իրենց կոկորտով ձայն չեն հանում, անոնց նման կլան զանոնք շինողները եւ բոլոր անոնց հուսացողները։
Այսինքն նրանց կուրքերը անշունչ, անկենդան կուրքեր են։ Աստծո խոսքը շատ տեղերում է, որ կռապաշտների վրա դատապարտություն է բերում։ Հավաքական մի տեղից կարդանք, որպեսզի տարբեր տեղեր չգնանք, թե մի փոքր երկար է, բայց շատ մանրամասնությամբ բացատրում է կռապաշտության ուղն ու ծուծը։ Եկեք կարդանք Եսայի մարգարեությունից 44-րդ գլխից։ Բոլոր կուրք շինողները ունայնություն են։ Մարդու համար է ասում, այսինքն պարապ մարդիկ են, դատարկություն են։ Նրանց ընտիր գործերը օգուտ չեն անում։ Իրենք իրենց դեմ վկաներ են, չեն տեսնում ու չեն իմանում, որ ամաչեն, բայց ով է անիկա, որ Աստված կշինե, կուրք կձուլե, որ օգուտ մի չներ։ Անոր բոլոր ընկերները պիտի ամաչեն, որտև ընկերացել են, չեն նրա հետ։ Վասնզի արվեստագետներ իրենք մարդ են, թողանոնք ամենքը հավաքվին ու կայնին, պիտի վախենան ու մեկտեղ պիտի ամաչեն։ Երկաթագործը ածուխի վրա կշինե տապարը, այսինքն կացինը, կրաններով ձև կտա, այն իր զորավոր բազուկով կշինե, երբ անոթենա ուժը կկտրի, երբ ջուր չխմե կմարի, հյուսն էլ լար կքաշե և մատիտով կուրկը կգծագրե, զանիկա քանդակագործի գրչով կքանդակե, անոր վրա կարկինով կգծե, այն մարդու կերպարանքով և մարդկային գեղեցկությունով կշինե, այսինքն հրապուրի ձևով։ Եթե տեսնեք Կրիշնյա, որպես չաստված կուրք է և Կրիշնյայի հետևորդներ կան, գեղեցիկ կնոջ կերպարանքով մի կուրք է պատրաստված, այսինքն հրապուրող մարդկանց, որպեսզի տան մեջ դրվի, այն ուրեմն այդ սարքողը եղևնիներ կկտրե և թեղոշ ու կաղնի կառնե, զանոնք անտառի ծառերից կկտրե, սոճի կտնկե և անձրևը զանիկա կմեծացնե։ Այսինքն այդ ծառը տնկումը սպասում է մինչև մեծանա այդ ծառը, կտրի, որ դրանից կուրք սարքի։ Մարդկային մտքի դատարկությունը։ Անոնք մարդուն վառելիք կլան, անոնց մեկ առնե, որպեսզի կրակ վառե և տաքանա, անոնց մեկ մասը կայրե և հաց կեփե, նաև Աստված մը կշինե և անոր երկրպագություն կնե։ Նույն ծառից գերանը վերցրեց, այս կեսը կտրեց, կրակի մեջ գցեց, տաքացավ, ճաշեպեց, մյուս կեսից սկսում է այդ փորագրությամբ այդ կուրքը պատրաստել, դնում է, նրա առջև ծնկի է գալիս ու երկրպագում է։ Անկե կուրք կշինե և կպաշտե, անոր կեսը կրակի մեջ կվառե, կեսի վրա հաց ու խորոված կեփե և կկշտանա, կտաքանա և կսե, ահա տաքացա, կրակը տեսա, անոր մնացածով Աստված, այսինքն կուրք կշինե իրեն, զանիկա կպաշտե և նրան երկրպագություն կնե, նրան աղոտ կնե և կսե, զիս ազատե, քանզի իմ Աստվածս դու ես։ Չեք գիտեր ու չեք հասկնար, քանզի անոնց աչքերը տեսնել է և անոնց սրտերը հասկանալ է դադրեցան, որևէ մեկը միտքը չի բերում և գիտություն ու հանճար չունի որս է, ասոր կեսը կրակի մեջ վառեցի, անոր կայծերի վրա հաց էլ եփեցի, միս խորովեցի ու կերա և մնացածն էլ պիղծ բան շինեմ, ծառի կոճղը պաշտեմ, այսպես Աստված մերկացնում դատապարտում է այս կարգի կռապաշտությունը։ Իսրայելցիներն էլ անապատում ոսկե հորթը պաշտեցին, հավաքեցին ում մոտ որքան ոսկեղեն կա, հալեցին և կռացու այդ կուրքը սարքեցին և սկսեցին պաշտել ասելով. սա է մեր Աստվածը, որ մեզ Եգիպտոսի գերությունից հանեց, այդքան անմիտ գտնվեցին, Աստծո զորավոր ձեռքը տեսան այդ ամեն ընթացքի մեջ և սկսեցին կուրք պաշտել։ Եվ ճիշտ այն ժամանակ էին այդ պաշտամունք անում, և որ Մովսես լեռան վրա Աստծուց
տասնաբանյա օրենքն էր ստանում, որի կետերից մեկն էլ կռապաշտության դեմ դատապարտություն էր։ Եկեք կարդանք Ելից 20-րդ գլուխ 4-ից 6 համարները։ Դու քեզ կուրկ չշինես, ոչ վերևը երկնքի մեջ, ոչ վայրը երկրի վրա, կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների մեկի նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և զանոք չպաշտես, վասնզի ես քո Տեր Աստվածդ նախանձոտ Աստված եմ, այսինքն դատապարտություն կգա ձեր վրա, չանեք այդ բանը։ Ներկայիս էլ ամեն տեսակ արձաններ, նկարներ, նրանց առջև կռապաշտություն անել, աղոթք քանել, երկրպագել, Աստծո բարկությունն է գալիս այդ բաների վրա։ Դրան զուգահեռ անշուշտ հեթանոսները շարունակում են պաշտել իրենց կուռքերը, ամեն մեկը իր ուներ եւ ամեն մեկը իր ճամփայով։ Քանանացիները պաշտում են Բահաղին, Բելը կամ Բաալ անգլերենով, 3-րդ թագավորած 18-րդ գլուխ, Աստարոֆտին դատավորած 3-րդ գլուխ, Աստարոֆտը նաև ինտերնացիոնալ էր, միջազգային, տարբեր ազգերի մեջ կար, Իշտար որպես ոմանց համար, Էստեր, Ստար, հայերի մոտ ասեք, Աստղիկը, այո, Ամոնացիների մողոքը, Ղևտացիների 18-21, ինչ պիղծ կուռքեր էին, և տանում էին իրենց զավակներին, երեխաներին, այդ կուռքի շիկացած ձեռքերի վրա են դնում։ Փղշտացիները Դագոնն էին պաշտում, դատավորած 16-23, Բաբելացիները Թամուզը, Եզեկել 8-14, Ամոնացիները Մեխքոմը, 3-րդ թագավորած 11-5, և ամեն մեկը իրենց ձևով։ Իսրայելացիներն էլ նրանց ջրեր ընկած։ Աստված ասել էր, նրանց հետ չխառնվեք, կուռքերը չպաշտեք, գնացին ու պաշտեցին։ Դրա համար միջև որս նրանց վրա Աստծո բարկությունը եկած է։ Պաշտում էին, որ փրկվեն, պաշտամունք, միայն մարդ արարածին է տրված։ Աստծո ստեղծագործության մեջ մարդ արարածն է, որ իր մեջ ունի պաշտամունքը։ Եթե չհաշվենք, որ Աստծո հրեշտակները, որ առավոտից երեկո պաշտամունք են մատուցանում։ Մարդ արարածը ճշմարիտ իրեն ստեղծող Աստծուն պիտի պաշտի։ Ուրեմն այս կուռքերը պաշտելով, թեև իրենց թվում էր, որ Աստծուն են պաշտում, բայց իրենք խաբված էին։ Հետո սատանան տարբեր կրոններ հանեց, մեծ ու փոքր։ Ներկայիս հազարավոր կրոններ կա, լաբիրինթոս։ Միայն 3 հանրայիններից ձեզ տեղեկություն տանք որոշ չափով, նրանց հավատալիքները, կերպերը այնքան երկար է, որ ժամանակ չենք ծախսի այդքան, բայց որոշ չափով որպեսզի իմանաք։ Ուրեմն հինդուիզմը, նրան հետևողները 1 միլիարդ 200 միլիոն են։ Բուդդիզմին հետևում են 500 միլիոն մարդ։ Իսլամին 2 միլիարդ։ Այսինքն պարզ թվաբանություն։ Եթե երկիր մոլորակի վրա 8 միլիարդ մարդ է, 3.7 միլիարդը սատանայից այս կերպով խաբված են այդ կրոնների հետևից գնալով։ Հինդուիզմը ամենահինն է, 3500 տարի առաջ է հաստատվել, և նրանք բոլորն էլ պաշտում են փրկության համար։ Հուդայիզմում փրկված լինել նշանակում է հասնել մոքշայի, սա է իրենց փրկությունը, ազատագրում սամսարայից, ծննդյան և մահվան ուրեմն վերածննդի անվերջ ցիկլը կա, շրջանը կա, ծնվում է, հետո մեռնում է, նորից է ծնվում, նորից է մեռնում, բայց այս կյանքից է կախված, թե հաջորդ իր ծնունդը ինչպիսին կլինի։ Օրինակ, եթե այս կյանքի մեջ մարդ է, բայց իրեն լավ չդրսևորեց այս կյանքի մեջ, հաջորդ կյանքի մեջ կարող է ծառ լինել։ Եթե դրա մեջ է լավ իրեն չդրսևորեց, մյուսի մեջ կարող է խլուրդ լինել։ Եվ այսպես այդ ցիկլը գնում է, տեսնում եք, չէ, որքան սնանկ է, ծիծաղելի է։ Միավորում վերջնական իրականության բրահմանի հետ։
Սա իրականացում է անգիտության եւ կարման հաղթարելով այնպիսի ուղիներով, ինչպիսիք են նվիրվածությունը, գիտելիքը կամ անznուրած գործողությունները եւ ուշադրություն, այլ ոչ թե մեղքի պատժից փրկվելը։ Այնինչ որ իրականն է, ճշմարիտն է, միանգամից մերժում են այդ բանը։ Ազատագրման հիմնական ուղիներն են։ Սա կոչվում է մոքշա, բհատի յոգա, նվիրվածության ուղի։ Դուք միայն հաշվեք, թե քանի անգամ եւ ինչպիսի յոգաների մասին է խոսքը։ Ինտենսիվ սեր, դա վտանգավոր է, երկրպագություն եւ հանձնում անձնական աստվածության, օրինակ Վիշնուին, Շիվային կամ Շակտիին։ Ինչպես ընդգծվում է Բհավատ Գիտա, երկրագնդի վրա ամենասատանայական գիրքը։ Երկրագնդի վրա Բհավատ Գիտա։ Ջնանա յոգա, գիտելիքի ուղի, ձեզ չհոգնացնեմ, կարմա յոգա, գործողության ուղի, ամեն մեկի բացատրություն է տրվում, բայց իրենք ով են, որ իրենց վրա ժամանակ անցկացնենք, ռաջա յոգա, մեդիտացիայի ուղի, հիմա սրանցից որը կարող եք ասել։ Մաքրման եւ կարմայի նվազեցման մեթոդներ, դհարմայի յետևում, էթիկական պարտականություններին եւ արդար կամքին հետևել, աղոթել եւ ծեսել, փուջայա կոչվում է ծեսը իրենց, աղոթներ մատուցանել եւ ամենօրյա ծեսեր կատարել։ Այսինքն իրենց ձևով։ Այստեղ հատկանշականը որն էր։ Յոգա եւ քանի տեսակի յոգաներ կա, չէ՞։ Հիմա որ մեկի միջոցով, որ մեկին հետևելով պիտի փրկվեն, իրենք էլ տեղյակ չեն։ Աշխարհի մարդիկ յոգայով զբաղվում են։ Բայց զարմանալի է, երբ որ հանդիպում ես հավատացյալների, ովքեր որ հավակնում են վերստին ծնունդ ունեն, յոգայի ժամը եկավ։ Յոգայի։ Դու հասկանում ես ինչի ես հետևում։ Բան չկա, ասում եմ, ֆիզիկական վարություններ են։ Ֆիզիկական վարությունները շատ տարբեր են։ Արեք ֆիզիկական վարություն, ձեր մկանները կոփեք, դա առողջության համար լավ է։ Բայց երբ որ մեկը հետևում է յոգայի, նրան սովորեցնողները միայն ֆիզիկական վարություններով չեն վերջանում, այսինքն մի հատ խորը շնչես քթով, հայտնի չի որտեղով արտաշնչես։ Միայն դա չէ, այլ թափանցում է մարդու հոգու մեջ, դա սատանայական է, դա չար է, մի հետևեք յոգային, բայց ես համար ֆիզիկական վարություններ արեք, գնացեք ֆիթնեսի տեղեր կա, կամ տանը ձեզ համար, բայց նրանց ուսմունքից հեռու մնացեք, սատանան շատ խորամանկ մեկն է, անմեղ բանով կգա կմոտենա, ինչ կա սրա մեջ որ շնչում ես, սիրտդ ավելի լավ է փամփանում, կամ օրգաններդ ավելի լավ են աշխատում։ Եվ դրանից հետո հետևում են նրանց գիտելիքները, մարդու մեջ ներգործում են։ Հիմա այսպես արա, հիմա էլ այս դասը պիտի սովորես։ Հաջորդը բուդդիզմի փրկությունը, հիմնադիրը Բուդդան, հայտնի է որպես նիրվանային հասնել, այդ կերպով վերջնական, տառապանքի եւ վերածննդի շրջապտույտից ազատագրում է, որը ձեռք է բերվում կապվածություններն ու անտեղյակությունը վերացնելով, ինքնակարգապահության եւ իմաստության միջոցով։ Այն հիմնականում իրականացում է ազնիվ ու թափատիկ ուղու։ 8 ուղիներ կան, երբ որ մարդը դրանց հետևում է, այդ ժամանակ կհասնի նիրվանայի։ Սպասում եք, որ մի խելացի բան պիտի լսեք, որն են այդ ուղիները, լսեք։ Ճիշտ տեսակետ ինչի, վճռականություն, խոսք, գործողություն, կենսակերպ, ջանքեր, ուշադրությունից ուշադրություն, սա էլ կրկնակի ուշադրություն է, և կենտրոնացում, եթե այսքան անես, անպայմանորեն կփրկվես։ Սրանք էլ իրենց ձևով են գնում, փրկությունը իրենց ձևով է։ Գործնականում կիրառեք ինքնազարգացում,
կոչվում է թերավադա, ընդգծում է ինքնաբավություն, մեդիտացիա եւ կարմայի անձնական մաքրագործում, լուսավորության սեփական ուղեցույց։ Այս աշխարհը խավարի մեջ է։ Միակ լույսը, որ փայլում է, դա Քրիստոսի լույսն է։ Ասած ես եմ աշխարհի լույսը, մնացած լույսերը խաբեական են։ Հաջորդը իսլամում փրկությունը ձեռք է բերվում հավատքի թաուիդ, այդպես է կոչվում, անընդհատ զղջման եւ արդար գործեր կատարելու միջոցով։ Զղջումը ապաշխարություն չէ։ Շատ մարդիկ զղջում են իրենց արածների կամ խոսածների համար։ Լավ չվարվեցի, հասկանում են, որ սխալ էր։ Սա զղջում է, բայց ապաշխարություն չի։ Եվ հետո այդ զղջումը, որին պիտի հետևի ապաշխարությունը, Աստծո առջև պիտի կատարվի։ Ուրեմն ի վերջո հիմնված է Ալլահի շնորհքի եւ ողորմածության վրա, մուսուլմանները չեն հավատում սկզբնական մեղքին, original sin։ Եթե սրան չհավատաս, ոչ մի ճշմարտություն չես հասկանա, որովհետև այնտեղից է գալիս ամեն բան։ Դրա համար էր, որ Տիրոջ փրկagorցությունը կատարվեց։ Հավատք թաուիդ, հավատալ Ալլահին, նրա հրեշտակներին, նրա մարգարեներին, ներառյալ Մուհամեդը, Հիսուսը եւ Մովսեսը, նրա սուրբ գրքերի եւ դատաստանի օրվա միասնությանը, արդար գործել, ամալ սալիհա, իսլամի 5 սյուների կիրառում, որոնք ներառում են ամենօրյա աղոթքներ, սալա, բարեգործություն, զաքաթակոչություն, պահք, սավմ, ուխտագնացություն դեպի Մեքքա, հաջ։ Գնում են այնտեղ, գալիս են դառնում են հաջի։ Եվ ամեն տարի քանի հարյուրավոր մարդիկ ոտնակոխ են լինում, երբ որ գնում են այդ Մեքքա, Մեդինա, միլիոնավոր մարդ է գնում այնտեղ։ Իսլամը սովորեցնում է, որ Ալլահ անսահման ողորմած է եւ ներում է անկեղծ զղջումը սուտ է, որովհետեւ իսլամը ասում է, որ ով որ իրենց կրոնին չի հետևում, սպանեք նրանց։ Այսինքն փրկության լավ միջոց է տալիս, եթե դու գնաս եւ գյավուրին սպանես, դու արդեն Աստծո համար ավարտեցիր քո բոլոր գործերդ եւ երկնքում նրանց 72 կապուտաչյա կույսեր են սպասում։ Իսկ եթե ասենք այդ բանանողը կին է, կան երկնքում տղամարդիկ 72։ Լավ։ Սրանք էլ իրեն ձևով բոլորն էլ մարդահնար կրոններ են, որոնց ճարտարապետը սատանան է։ Որպեսի մեկը փրկվի, Աստծուց ստանա մեղքերի թողություն, մեկ միջոց կա, Հիսուսի սուրբ թանկ արյունը։ Դա է միակ միջոցը մեղքերի սրբելու։ Մարդը ամբողջ իր կյանքը բարիք անի, բարիք բոլորի համար, միևնույնն է, Աստծո առջև մնում է որպես մեղավոր։ Բայց շատ մեղքերի մեջ ընկած մեկը, երբ որ խոնարհաբար գալիս է Տեր Հիսուսի առջև եւ ասում է մեղավոր եմ, խնդրում եմ ինձ ների։ Եվ Աստված, որ մարդու սրտեր ու երիկամունքներն է քննում, գիտի այդ անկեղծությունը։ Եթե կա այդ անկեղծությունը, Տերը այցելում է եւ իր հոգիով կնքում է հավիտենական կյանքի համար։ Այսօր էլ շատ մարդիկ փորձում են բարի գործերով Աստծուն հաճեցնել։ Բարի գործեր անելը շատ լավ բան է, բայց արդյոք նրանք կարողանում են հաճեցնել Աստծուն, թե ոչ։ Եկեք մի հանրայտ օրինակ քննենք, դա Ղուկասու ավետարանն է, 18-րդ գլուխ, 9 համարից պիտի կարդանք։ Մի քանիսներին, որոնք իրենց անձերի վրա կվստահեին, թե արդար են եւ ուրիշներին կանարգեին, այս առակ ասավ. Երկու մարդ գնացին տաճար աղոթ քնելու։ Ծանոթ է, չէ՞։ Մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին իրեն սուրբ էր ներկայացնում, մաքսավորի անունն էլ ելած էր, որպես շատ մեղավոր, գող, ավազակ, մարդկանց դրամներն են գողանում, այդ ստակները, որ պիտի փոխեն, խափում էին իրենց։
Փարիսեցին կանգնել էր եւ առանձին այսպես աղոթ կներ. Ով Աստված, շնորհակալ եմ քեզ մեր, որ ուրիշ մարդկանց պես չեմ, հափշտակող, անիրավ, շնացող, կամ այս մաքսավորի պես, պատկերացնում եք ինձ զզվանքով էր նայում, այս մաքսավորի պես։ Հապա շաբաթը 2 անգամ ծոմ կպահեմ ու բոլոր ստացվածքիս 10-որդը կտամ։ Իր աչքերին ինքը սուրբ է։ Աստծո առջև այսպիսի բաներ է անում։ Շնացող չի, բայց Հիսուս ասավ. եթե չշնանաս, բայց մտքիդ մեջ կամ ասենք մի կնոջը նայես ու մտքիդ մեջ շնություն անես, արդեն հավասար է դրան։ Իսկ մաքսավորը հեռուն կանգնել էր եւ չէր ուզում աչքն ալ երկինք վերցնել։ Հապա իր կուրծքը ծեծելով ասում էր. այնքան որ Աստծո առջև մեղավոր իր ինսկում, չի կարողանում աչքերը վեր բարձրացնի։ Աստված ողորմի ինձ մեղավորիս, կուրծքն է ծեծում մարդը։ Ձեզի կսեմ թե ասիկային մյուսեն ավելի արդարացած իր տունը գնաց, վասնզի ով որ իր անձը բարձրացնե պիտի խոնարի, եւ ով որ իր անձը խոնարեցնե պիտի բարձրանա։ Ինչ սքանչելի օրինակ, չէ՞։ Բարի լինել, բարի երևալ, բարի գործել, շատ լավ բաներ են, նորից ենք ասում, բայց եկեք գնանք Արմատին, տեսնենք արդյոք բարի մեկը կա։ Նախ մեկը պիտի բարի լինի այդ բարի գործեր անելու համար։ Երեմիա 17:9 համար ասում է. սիրտը ամեն բանից ավելի խաբեբա ու խիստ չար է նրան ով կարող է իմանալ, ով միայն Աստված։ Եվ Աստված հրճակում է, որ բոլորը մեղ գործեցին, Աստծո փառքից ընկած են, աղեկություն անող չկա, մեկն էլ չկա։ Հիսուս ասավ. մեկից զատ բարի չկա, որ է Աստված։ Մարդկային բարիությունը հարաբերական է։ Մարդկային բարիությունը երկու մարդկանց միջև հարաբերակցություն է։ Սա բարի է, սա չար է, սա մյուսից ավելի բարի է։ Մարդիկ այդպես են տեսնում։ Իրենց տեսածի համեմատ են նրանք չափում եւ որոշում են սա բարի է, սա չար է։ Ամենաբարի երևացող մարդը փորձի հանկարծ նրա շահին կպնես։ Ինչ տեղի կունենա։ Ոտքի մատը տրորի, ինչ տեղի կունենա, այլևս չես ասի նա բարի է, որովհետև ադամական բնությունը կժատկի դուրս և կասես, այս մարդու վրա ես ինչ կարծիք ունեի, այո հին բնությունը մարդկային սարսափելի է։ Եվ եթե սիրտը չար է, նրա արած բարի գործը Տիրոջ կողմից անընդունել է։ Աստված Ադամի եւ նրա սերունդի ձեռքից որևէ բան չի ընդունում։ Մեղավոր մարդը Տիրոջ առջև ինչպես պիտի ներկանա, որ ընդունելություն գտնի։ Մեխանիզմը աշխատում է այսպես. երբ մեկը խոնարհվում է Տիրոջ առջև եւ Հիսուսին ընդունում է որպես Տեր եւ Փրկիչ, Աստված նրան այցելում է Սուրբ Հոգիով եւ նրա մեջ նրա բնակություն է հաստատում։ Սուրբ Հոգին իր հետ բերում է հետևյալը։ Ինչ է բերում։ Սուրբ Հոգու պտուղը 9 բաղադրիչներից։ Սեր աստվածային, ագապե սերն է, խնդություն, այսինքն անչափելի ուրախություն, որ այս աշխարհում չկա, խաղաղություն, որ աշխարհը չի կարող տալ, Հիսուս այդպես ասավ։ Ես կտամ ձեզ իմ խաղաղությունը, երկայն մտություն, ասեք տեսեք, երկայնամիտ եք, շատ համբերող եք, հա? Աստվածային երկայն մտությունը սահման չունի, բայց մենք, քանի որ ադամական բնությունը մեր մեջ կրում ենք, շատ հաճախ այդ երկայն մտությունը մեր մեջ չկա, երկար համբերելը։ Քաղցրություն, ճաշակեցեք եւ տեսեք, որ միայն Տերն է քաղցրը, եւ հասանք այն ուրեմն բաղադրիչին, որի մասին խոսում ենք։ Բարություն, աստվածային բարությունը ուրիշ մի կատեգորիա է, քան որ Ադամի ունեցած բարությունը։
հավատարմություն, հեզություն, ժուշկալություն, այսինքն ինքնազսպում։ Սուրբ Հոգու բերածը իրական է։ Այս նույն բաները կարող եք Ադամի որդիների մեջ էլ գտնել, հետը սիրով կվարվեն, խնդում են, խաղաղ են, երկայնամայտ են, բայց այդ ամենը կեղծ է։ Իրականը Սուրբ Հոգու բերածն է։ Հիսուս Հովանու 15-րդ գլուխ եւ 5 համարում ասում է. առանց ինձ բան չեք կարող անել։ Ինչպես թե Տեր Հիսուս, բայց մարդիկ այդքան վազում են, անում են։ Առանց ինձ բան չեք կարող անել, որպիսի Աստծո առջև ընդունելի լինի։ Շատ բաներ կարող եք անել, բայց արդյոք դրանք Աստծո առջև ընդունվեցին թե ոչ, սա է կարևորը։ Ուրեմն, եթե մեկը, որ իր սիրտը Հիսուսին չի տվել եւ բարի գործեր անելով, բարի լինելով, ուզում է Աստծո առջև ընդունվի, արդարանա, փրկություն ունենա, Տերը հիասթափեցնում է նրանց։ Ձախողված եք։ Աստծո կողմից ընդունելի մեկ միջոց կա միայն Հիսուսի անձին եւ կատարած գործին հավատալ եւ այն ինչ որ Աստծո խոսքի մեջ է գրված ամեն մեկ բառին այն որ Տիրոջից է գալիս եւ ունենալ ճշմարիտ ապաշխարություն Տիրոջ առջև մեղքերի խոստովանությամբ լավ բարի գործեր անել պետք չեն թե չէ հա բայց դրանից առաջ մի բան կա երբ որ դա լրացնենք հետո բարի գործերը կգան օրինակ Եփեսացիս 2-րդ գլուխ 8 համարից ասում է շնորհքով փրկված եք դուք grace շնորհք նշանակում է ձերիորեն տրված մի բան որին մենք արժանի չենք եւ այդ տրված բանը փրկությունն է շնորհքով փրկված եք լավ այդ փրկությունը ոնց ունենանք հավատքի միջոցով հավատքային ձեռքն է որով մենք այդ շնորհքը վերցնում ենք եւ սա ոչ թե ձեզ մե է այսինքն այդ շնորհքը հապա Աստծո պարգևն է տեսակ ուրեմն նախ այս փրկությունը պիտի ունենանք շնորհքով փրկվենք հավատքի միջոցով որից հետո գալիս են բարի գործերը եւ Աստված այդ գործերին բավական լայն տեղ է տալիս ուրեմն պետք են այդ գործերը անել փրկվելուց հետո 10 համարն են կարդում ոչ թե գործերից փրկությունը գործերով չէ որ մեկը չպարծենա այն նրանք ովքեր որ բարի գործերի հետև են այս անենք այն անենք այն անենք բայց իրենց սիրտը Տիրոջը չեն տվել այդ իրենց կատարած բաները Աստծո առջև ոչինչ են որտեվ նրանք երբ որ այդ բաները անում են իրենց մտքի սրտի մեջ մտածում են որ իրենք բարերար են իրենց անունը պիտի շոշափվի պիտի խոսան եւ շատ բարերարներ կան չէ որոնց տված իշխանական ասենք նվերների պատճառով հսկայական եկեղեցում հատուկ պատի վրա դրոշմում են թերթերի մեջ են գրում հերոստատուսով փառաբանում ինչ եղավ այդ մարդու անձը փառավորվեց այդտեղ Աստծուն վերաբերող ոչ մի բան չկա Վասնզի մենք նրա ձեռագործն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերի համար Աստված նախապես պատրաստեց մեզ որպեսզի նրա մեջ մենք քայլենք Այլ կերպ ասած Աստվածային բարի գործը հետևյալն է Հեղինակը Հիսուսն է Գործադրողը Սուրբ Հոգին է Հավատացյալը հանդիսանում է որպես անոթ միջոց եւ դրա հետևանքում փառքը Հիսուսինն է Ահա սկզբունքը սա է Ահա Աստծո առջև ընդունելի բարեգործությունը Աստված նաև հավատացյալի համար սահմանում է բարի գործեր եկեք կարդանք Գաղատացիների 6-րդ գլխից 8 համարից Վասնզի ինչ որ մարդ սերմանե նույնը պիտի հնձե Նա որ իր մարմնին կսերմանե այդ մարմնից ապականություն պիտի հնձե
նա որ հոգուն կսերմանե այդ հոգից հավիտենական կյանք։ Բայց բարի գործելուց չձանձրանաք, քանզի հարմար ժամանակին պիտի հնձեք, եթե չթուլանաք։ Ուստի, քանի որ ժամանակը ձեռքներիս է, բարի կնենք ամենուն, մանավանդ հավատքի ընտրանիներուն, եւ ինչ որ անում ենք, մեր դիտավորությունը միայն թող լինի Աստծո փառքը։ Եվ ինչ որ անում ենք, միայն Տեր Հիսուսի անունով անենք։ Մենք հանդիսանանք որպես միջոց, որպես դատարկանոտ, թող Տերը գործի եւ ինքը փառավորվի այդ ամեն բաների մեջ։ Ուրեմն մեր ձևով, մյուս ձևով չկա, այլ կա մեկ ձև, դա Աստծո սահմանած ձևն է։ Քննեցինք մյուս կրոններում ինչ գոյություն ունի, փրկվելու համար, ինչ մարդկային ջանքեր, գործեր, միջև իրենց կյանքին վերջ, անգամ մեռնել նորից վերածնվել եւ ծառից ինչին կոկորդիլոսի մեջ եւ այլն։ Այս շղթան անցնեն, տեսնում, վերջում տեսնեն կփրկվեն թե չէ։ Բայց քրիստոնեությունը շատ հստակ է։ Հիսուս Քրիստոսին քո կյանքիդ մեջ ունենաս եւ նա քեզ առաջնորդի միջև հավիտենականություն, որովհետեւ ինքը մեզ այս աշխարհից իր արյունով գնեց, որ մենք իր սեփականությունը դառնանք։ Մենք մաքրվեցինք Հիսուսի պատվական եւ սուրբ արյունով, երբ որ մեր մեղքերը խոստովանեցինք։ Դա առաջի անգամ եղավ եւ սա մի գործընթաց է, որ շարունակական է այդ խոստովանությունը, երբ որ մենք սխալվում ենք, մեղք ենք գործում եւ շատ լավ է, որ անմիջապես Տիրոջ առջև գանք եւ մեր մեղքերը խոստովանենք, թող գիշերը դրա վրայից չանցնի։ Երբ որ մեր անկողինը պիտի գնանք մեր ամեն մեղքերի համար խոստովանություն անենք Տիրոջ առջև եւ խնդրենք նրա ողորմածությունը։ Եվ եթե խոստովանեք ձեր մեղքերը, ինչ տեղի կունենա, հավատարիմ եւ արդարենա ձեր մեղքերին թողություն տալու եւ ձեզ ամեն անօրենությունից մաքրելու համար։ Հիսուս Սամարացի կնոջը հետեւյալ ասաց, Հովաննես 4:24 համար, լավ հիշում եք այդ պատմությունը, կինը հերու ճանապարհից եկավ, սափորը ուսին, որպեսի ջուր տանի եւ Տերը նրան ինչ ասավ, այս ջուրը որ խմես նորից պիտի ծառավես, բայց այն ջուրը որ խմես, որ ես պիտի տամ, հավիտյան չես ծառավի։ Եվ հետո հետեւյալ ասաց. Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պիտի երկրպագեն, պաշտեն հոգիով, այսինքն հոգին մեկը պիտի ունենա, չէ՞ որ պաշտի։ Սուրբ հոգին ասեցինք հավատքով է տրվում եւ ճշմարտությունով։ Հիսուս ասաց. ես եմ ճշմարտությունը։ Եվ քանիսս կարդում ենք, որ Հիսուս ինքը ճշմարտությունն է, իր խոսքը ճշմարտություն է։ Հոգիով եւ ճշմարտությունով պաշտենք մեր Տեր Աստծուն։ Ուրեմն մեկ ձև կա միայն Սուրբ գրքի մեզ ներկայացված ձևը։ Ուրեմն դրանով առաջնորդվենք միջև Տիրոջ գալուստը, Աստված օրհնի իր խոսքը ձեզանից ամեն մեկին։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Yeah.
Zardu